Պարկ իրա մեծ սուրբ քաղցր անվանը, որը խոստացել է մեզ հետ լինել մինչև աշխարհի վերջը։ Մենք հավատում ենք, չէ՞ դրան, որ Աստված մեզ երբեք չի լքել եւ չի էլ լքելու, չի էլ պատրաստվում լքի։ Եվ ինքը այս գործը ինքն է սկսել, եւ մենք համոզված ենք ուղղակի, քանի տոկոսով ենք համոզված, որ երկինք են գնալու։ 100-ից էլ ավել, որքան որ հնարավոր կլինի 0 դնել կողքը, մենք այդքան մեծ վստահություն ունենք, որ երկինք են գնալու, փառք Տիրոջ։ Բայց երկրի վրա մեր ապրած կյանքի մեջ հակառակորդը երբեք չի դադարելու կրնկակող մեզ հետևելու, որպեսզի այս ճանապարհից մեզ շեղի։ Գիտեք, ընդհանրապես շատ անկեղծ հավատացյալներ, որ ապաշխարում են, առաջին բանը, որ իրանց կյանքում իրենք որին բախվում են, սա է, ուզում են սուրբ լնեն, չի ստացվում։ Չէ՞։ Ուզում են Աստծուն հաճելի բաներ անեն, մեկ-մեկ ստացվում է, մեկ-մեկ չի ստացվում։ Եվ այս ընթացքի մեջ մենք նկատում ենք, որ այնուամենայնիվ կա հավատացյալների մի տեսակ, որ համառ են։ Թեպետ ընկնում են, անաշաղախ են լինում, ինչ են լինում եւ այլն, բայց էլի ոտքի են կանգնում։ Հակառակորդը թեպետ շատ անգամներ է իրենց պարտության մատնում, ողբով, լացով գալիս են Տիրոջ առաջ, խոստովանում են մեղքերը, նորից են ուզում շարունակեն սուրբ կյանք։ Չեն ուզում մեղքը, բայց մեղքից պարտություններ են կրում։ Եվ սա ամեն անկեղծ հավատացյալի կյանքում հնարավոր է լինի։ Եվ եթե մենք խոսում ենք ընդհանրապես մեղքի մասին, ապա առաջին հայացքից մեր աչքին է զարնվում երևացող մեղքերը։ Ասենք մարդուն մենք տեսնում ենք, մարդն ինքը տեսնում է ինչ-որ մի երևացող բան, քայլ, գործ, որ արեց, եւ դա արդեն Աստծուն հաճելի չէր, դա մեղք է։ Սակայն Աստված, ինչպես գիտենք, մարդկանց սրտերի մեջ նրանց շարժառիթներին է նայում։ Թե իրականում այդ սրտերի մեջ ինչ է տեղ ունենում։ Արարքները երկրորդական են իր համար։ Այդպես է, չէ՞։ Արարքները հետևանքն են մարդու սրտի մեջ եղածի։ Եվ ուրեմն եթե մենք ուշադրություն չդարձնենք մեր էության մեջ տեղի ունեցող իրադարձություններին, իրողություններին, եւ միայն շեշտադրումը անենք արարքների վրա, մենք շատ ահռելի մեղքեր, որ մենք գործում ենք, հնարավոր է դրանց մասին տեղյակ չլինենք, եւ հանգիստ ապրենք այդպես էլ որպես արդարներ ու սուրբեր, եւ վերջում հանկարծ եթե այդ էլ Աստված այդ գործը չանի մեզ արթնացնի, նման իրավիճակում մարդը չի կարող փրկվել։ Որովհետեւ մենք գիտենք, որ մեղքերի մի հսկայական բաժին կա, որը արտակնապես դրանք չեն երևում, չեն արտահայտվում։ Օրինակ նախանձը երևում է ինչ-որ գործունեությամբ, ատելությունը երևում է։ Դրանց հետևանքները կարող են լինել, բայց անհատի, անձի ներսում եղած իրականությանը մի հատ անդրադառնանք, ու մենք Աստվածաշնչի շրջանակներում, ես չէի ասի քննենք, ես հիմա պիտի մի բառ օգտագործեմ, որը ընդհանրապես լաբորատոր պայմաններում է դա օգտագործվում, կամ ընդհանրապես գիտական ոլորտի այդպես լեքսիկոնին հարիր, հետազոտենք մեր էությունը, ոչ թե քննենք, այլ հետազոտենք։ Գիտեք, մարդիկ տարբերվում են միմյանցից ոչ միայն արտաքինով, իրենց հավատքի դրսևորումներով, քաղաքականության նկատմամբ իրենց ունեցած հայացքներով, իրենց ճաշակով եւ ելի ուրիշ շատ բաներով մարդիկ տարբերվում են, չէ՞ իրարից։ Մարդը ունի բնավորության գծեր եւ խառնվածք։ Որպեսզի մենք տարբերենք, թե որն է բնավորության գիծ, որն է խառնվածք, մենք պետք է ուշադրություն դարձնենք, որ մարդու խառնվածքը ներաշխարհին է վերաբերում, բնավորության գծերը այդ խառնվածքի արտահայտումն է։ Հասկանալի է։ Ուրեմն երբ որ մենք ասում ենք մարդու բնավորություն, մենք մոռանում ենք դրա
ետևում մարդու էության մեջ եղած խառնվածքային իրավիճակը։ Ինչ է ընդհանրապես բնավորության գիծը եւ խառնվածքը փորձենք սկզբում սա բացահայտել ու անցնել առաջ։ Մարդու էության նկարագիրը երևում է նրա կյանքում ունեցած վարքագծերում։ Նորից եմ կրկնում։ Ստիպված եմ լինելու մի քանի նախադասություններ սկզբում կրկնել, մեկ-մեկ ինձ ասում են հայերեն խոսա շատ ես, ասենք, խրթին բառեր օգտագործում։ Հայերենն էլ, որ որոշներն ասում են, ասեմ, բարձում է ռուսերեն պետք է խոսեմ, որովհետև իրանց հայերենը ռուսերեն բառեր են, էլի։ Օրինակ, այսօրվա քարոզի նյութը սա է, սկզբունք։ Հայերեն բառը, չէ, սկզբունք։ Բայց մեր ժողովրդի մեջ տարածված է պրինցիպ բառը։ Եվ ասում են, ես պրինցիպի տեր մարդ եմ, ես պրինցիպիալ մարդ եմ։ Այսինքն ռուսերեն լեքսիկոնի այդ բառը ավելի մատչելի է շատերին։ Եվ ուրեմն, երբ որ այս կտրվածքով ենք մենք մոտենում, յուրաքանչյուր մարդ ունի իր սկզբունքը։ Կա երկրի վրա անսկզբունք մարդ։ Կան։ Բայց այդ անսկզբունքայնությունն էլ իր անսկզբունքն է։ Հասկանալի է։ Այսինքն մարդիկ սկզբունք ունեն եւ այդ սկզբունքը սկզբունք չունենալն է։ Ամենին հաճելի լինելն է։ Այսպիսի մարդիկ կան մեր շրջապատում։ Ուրեմն, եթե մարդու վարքագիծը հարաբերություններում անընդհատ փոփոխվում է, մենք այդպիսի մարդուն ինչ ենք ասում, անսկզբունքային մարդ։ Իսկ եթե մարդու կյանքում չի փոխվում իր վարքագիծը մարդկային հարաբերությունների մեջ, ուրեմն այս մարդը սկզբունքային մարդ է։ Հիմա երբ որ դուք լսում եք ամբողջ քարոզի ընթացքում անընդհատ ձեզ պիտի հետազոտեք։ Դուք սկզբունքային մարդիկ եք, թե սկզբունքային մարդիկ չեք։ Ասեմ ձեզ, որ սկզբունք չունեցող մարդիկ շատ վտանգավոր են։ Հատկապես սկզբունք ունեցողների միջավայրում։ Այո՞։ Սկզբունք չունեցող մարդիկ վտանգավոր են սկզբունք ունեցողների միջավայրում։ Որովհետև սկզբունք ունեցողները որոշակի գաղափարների արժեքների շուրջ են համախմբված, իսկ անսկզբունք մարդը ինքը կարող է ցանկացած պահի սկզբունքայնության մեջ ապրող իր շրջապատում վնասներ բերել այդ խմբին։ Սկզբունքայնությունից զուրկ մարդիկ պարզապես տեղ չեն գտնի, կարճ ժամանակ հետո դա վեր կհելնի։ Սկզբունքայնությունից զուրկ մարդիկ տեղ չեն գտնի սկզբունք ունեցող մարդկանց միջավայրում։ Բոլոր ժամանակներում, բոլոր դարերի ընթացքում սկզբունքային մարդիկ պահանջված են եղել, գիտեք։ Սկզբունքային մարդիկ բոլոր դարերում պահանջված են եղել։ Իսկ սկզբունք չունեցող մարդիկ հարգի չեն եղել։ Ուրեմն սկզբունքայնության դրսևորումները հատկապես մենք պետք է քննենք մինչ անձնային հարաբերություններում, որովհետև սկզբունքը էլ որտեղ է դրսևորվում, եթե ոչ մինչ անձնային հարաբերություններում, ընկերական շրջապատում, գործընկերային հարաբերություններում, տանը, եկեղեցում, մարդիկ իրար հետ շփվում են։ Եվ այդ ամեն շփումների մեջ յուրաքանչյուր անձնավորություն որոշակիորեն սկզբունքներ ունի։ Ուրեմն այստեղ մենք պետք է մի հատ հասկանանք, թե իսկապես սկզբունքային մարդիկ վերջը ինչպիսի մարդիկ են։ Սկզբունքային մարդիկ դրանք այն մարդիկ են, ովքեր համախմբված են միևնույն գաղափարի շուրջ, համաձայնվել են միևնույն գաղափարի շուրջ համախմբել, նպատակների ընդհանրություն ունեն, մի հատ նպատակ են դրել, ընդհանուր է դրան են գնում, եւ դրան հասնելու ուղիները սկզբունքային այս խմբի մեջ պարտադիր են բոլորի համար։ Ուշադրություն դարձեք, նույնից եմ ասում։ Գլխի եք ընկնում, որ մենք խոսում ենք թերևս եկեղեցու մասին։ Ուրեմն եկեղեցու անդամները սկզբունքային անդամներ են։ Միանգամից ասենք, որ նրանց սկզբունքը որն է։ Աստծո խոսքը իմանալ, Աստծո խոսքին հնազանդել, ինչ որ Աստծո խոսքից դուրս է մերժել։ Ուրեմն այս մարդիկ, այս հավատացյալները
ընդհանուր համաձայնության են եկել կարծես, եւ դա արել է Տերը, որ իրենք ունենան ընդհանուր նպատակ, այն մենք խոսքի սկզբում լսեցինք, որ մենք ուզում ենք երկինք գնալ ու հավատում ենք, որ գնալու ենք։ Եվ այդ երկինք գնալու ճանապարհի մեջ մեզանից ոչ մեկը տարբեր ճանապարհով չի գնալու։ Այդ ճանապարհը մեկն է, որ ասել է Քրիստոսը ես եմ, եւ դա պարտադիր է բոլորիս համար։ Ուրեմն ներ եկեղեցական կյանքում, երբ որ խնդիրը վերաբերում է միմյանց հետ հարաբերվելուն, շփվելուն, եկեղեցու անդամի սկզբունքայնությունը պետք է ունենա մի ելակետ, ոչ թե ինչպես ինքնացանկանում, ոչ թե իր ճաշակով, ոչ թե իր հասկացածով, այլ ինչպես է Աստծո կամքը արտահայտված եւ դա բոլորիս համար է։ Եկեք սկզբում անսկզբունքային մարդկանց մի քանի օրինակներ ուսումնասիրենք, պրակտիկ կյանքից, որ մեր շրջապատներում կարող է շատ ենք հանդիպել, դուք էլ կարող եք ձեր ապրած կյանքի որոշակի տարիների մեջ որոշ փորձառություններ ունեցած լինեք, հանդիպած լինեք ոչ սկզբունքային մարդկանց, եւ այդ օրինակներից հետո մենք կանցնենք նաեւ իհարկե Աստծո խոսքից իմանալու համար սկզբունքային կյանքն ապրած մարդկանց օրինակները կուսումնասիրենք, որը մեզ համար կդառնան իսկապես ցանկալի օրինակներ եւ Աստծո խոսքի մեջ էլ մենք կարդում ենք, որ դրանք գրված են մեր համար, որպեսզի մենք կրթվենք եւ սովորենք եւ նմանվենք նրանց, որոնք անցել են մեզանից առաջ։ Առօրյա կյանքից եմ ես ուզում բերել։ Բավական տարիներ եկեղեցում սպասավորություն անելով, այն եկեղեցում, որից Աստված դուրս բերեց ինձ, ընդհանուր ժողովների ժամանակ շատ մարդիկ են մոտեցել, շատ հարցերով են ինձ դիմել։ Եվ ես շատ մարդկանց եմ փորձել օգնել, հորդորել, խրատել եւ այլն։ Եվ այդ մարդկանց մեջ առանձնացել են մի մարդկանց որոշակի տեսակներ, որոնք ոչ միայն խորհուրդ են հարցրել ինձանից, այլ ասել են մի հատ են մեկից, մի հատ են մեկից, մի հատ են մեկից, մի 10 սպասավորի անդադ նույն հարցով մոտեցել են, որպեսզի իրենց համար որոշակի ինչ որ մի հատ եզրակացության գան այն քայլերի, այն գործերի, այն խորհուրդների մեջ, որոնցում իրեն գնացել են։ Անգամ եղել են դե այն ժամանակ քույրեր, որ ասում էին կամո եղբոր մոտ չգնաք խոստովանելու։ Ուղում են ուրիշ մեկի մոտ, որովհետև արդեն տեսակավորել էին, գիտեին, ով է իրենց համար բավական հարմար, ասենք, սպասավորը, որը կարող է իրենց օգտակար լինի, եւ ով է այն մարդը, որը կարող է իրենց փաղաքշելով ասել, թե ոչինչ, դա էլ կանցնի եւ այլն։ Բայց խնդիրը սա չի, որ հասարակության շարքային անդամների մեջ կարող էին անսկզբունք մարդիկ լինել եւ իրենց ճաշակի համաձայն օրերից մի օր կարող էին ասել սա իմ տեղը չէ, ես եկեղեցին եւ դուրս գալ եկեղեցուց եւ շրջել, ես գիտեմ մարդիկ, որ արդեն 10-րդ եկեղեցին են շրջում, 10-րդ, որ պտտում են։ Հիմա այս մարդիկ ինչի են պտտում, ինչ են փնտրում, որ չեն գտել։ Հետարքիրը, ինչ են փնտրում, որ չեն գտել։ Հասկացվում է, որ իրանց ներաշխարհում եղած ինչ որ մի հատ արժեքներ կան, որոնց դրսևորումը այդ եկեղեցիներում թույլ չի տրվում։ Եվ ինքը փնտրում է միջավայրեր, որ անպայման իրեն ներկայացնի, ռեալիզացնի, բայց իրեն արգելում են կարծես։ Հիշում եմ, որ երբ որ մենք եղբայրներով ենք հավաքվում որոշակի սպասավոր եղբայրներով որոշ հարցեր քննարկելու, դե մեզանից յուրաքանչյուրը իր կարծիքն արտահայտում էր, որոշ խնդրի վերաբերյալ, որ որոշում պետք է կայացվի եկեղեցում, հարցեր է քննարկվում, կամ Աստծո խոսքի վարդապետական խնդիր է վերել, պիտի նայվի եւ այլն։ Այդպիսի դեպքեր շատ է մականատես եղել։ Հիմա կամո եղբայրը մի միտք է արտահայտում, եւ այնտեղ նստած եղբայրն ասում է. «Այ եղբայր ջան, ես էլ հենց այդ նույնն էի ասում»։ Ես էլ հենց այդ, այսինքն համաձայն եմ ասածի հետ։ Քիչ հետո ժողովատեղը մտնում ուշացած մի եղբայր եւ իմանում է նյութի էությունը ինչի մասին ենք խոսում։ Իմանում է կամո եղբոր կարծիքը եւ կամո եղբոր կարծիքին հակառակ մեկ ուրիշ միտք է արտահայտում, որ դա էլ իր կարծիքն է։ Այս եղբայրը շուրագալի եւ ասում. «Այ եղբայր, ես էլ հենց այդ էի ասում»։
Եվ այսպես շարունակ այս անձնավորությունը եւ իր նման էլի մի քանիսը հատկապես կարող է հիմա երրորդ անձնավորությունն էլ գա եւ դա լինի ավելի բարձրաստիճան եղբայր, եպիսկոպոս եւ կամ եղբոր ասացուցել, այդ եղբոր ասացուցել լրիվ ուրիշ մի կարծիք արտահայտում, որը պետք է ժելեզն ինչպես ասում են դրվի ու վերջանա եւ եղբայրն այ եղբայր ջան հենց այդ էի ասում ես Սրանք ես ասում եմ կյանքից վերցված օրինակներ սեներ եւ այդպես շարունակներ կարող են անընդհատ այսպես շարունակ լինել երևույթներ ես չգիտեմ Աստված հրաշքարել է իր կյանքում վերջապես ինքը հասկացել է Աստծո ուզածը որ պետք է ինքը սկզբունքայինորեն ամուր կանգնած լինի Աստծո խոսքի վրա եւ այլևս ինքը նման բաներ չի անում երանի թե այդպեսին դարձած ես չգիտեմ բավական ժամանակա չեմ շփվում բայց որ այսպիսի մարդիկ քիչ չեն եղել որպեսզի իրենց միջավայրերում իրենց ավելի հարգի դառնան եւ իրենք ունենան հոգեվոր կարիերա ամենքի թելը աշխարհում մի հատ խոսք են չէ ասում այդպես բայց սա համեմատելի չի էլի սրա հետ իրանք բայց դա կարծել են թե իմաստությամբ են անում սա իմաստության ճակերտավոր մարդու ներսի համոզմունք է որ ինքը իմաստությամբ բավարարվում ինքը չի ընդհարվում ոչ մեկի հետ ինքը չի թշնամանում ոչ մեկի հետ ամենքին այո եւ ամեն ասում իսկ դու գիտեք ամենքին այո եւ ամեն ասողներն ովքեր են կոչվում եւ դա սուրբ գիրքն էլ է մեզ ասում զգուշ կացեք շներից եւ մենք չենք հասկանում թե ովքեր են դրանք անսկզբունքային մարդիկ են այդ շները որոնց համար չկա պատիվ չկա արժանապատվություն Եվ նրանք ցանկացած պահին կարող են ճամբարները փոխել։ Հասկանում եք։ Այսպիսի մարդիկ վտանգավոր են, եթե մանավանդ դու հույսը դիրա վրա ես դրել, անպայման ամոթով ես մնալու, անպայման մեծ վնաս ես քաշելու։ Ես հիմա կուզեի, որպեսզի Սուրբ գրքից 4-րդ թագավորաց գրքից 17-րդ գլուխ գնանք, եւ անսկզբունքայնության մասին մի բան լսենք այնտեղ, որ շատ լավ դիպուկ ներկայացնում է անսկզբունք մարդու էությունը, որ մի ամբողջ ժողովուրդ կարող էր այսպեսին լինել։ 24-ից 33։ Ուշադրություն դարձրեք։ Եվ Ասորեստանի, այո, 4-րդ թագավորաց 17-րդ գլուխ 24-ից 33։ Եվ Ասորեստանի թագավորը մարդիկ բերավ Բաբելոնից, Քութայից, Ավայից, Եմաթից, Սեփարումից եւ բնակեցրեց Սամարիայի քաղաքներում Իսրայելի որդկանց տեղը։ Եվ նրանք ժառանգեցին Սամարիան եւ բնակվեցան նրա քաղաքներում։ Իսրայելի քաղաքներում բնակեցրեց օտար ժողովուրդներ, տարբեր երկրներից։ Եվ նրանք իրանց այնտեղ բնակվելու սկզբում Տերից չէին վախենում։ Եվ Տերը նրանց վրա առյուծներ ուղարկեց, որ նրանց սպանում էին։ Եվ Ասորեստանի թագավորին իմացրին ասելով. այն ազգերը, որոնց դու տեղափոխելով Սամարիայի քաղաքներում բնակեցրիր, այն երկրի Աստծո օրենքը չգիտեն, եւ նա նրանց վրա առյուծներ է ուղարկել, որոնք մերցնում են նրանց, որովհետեւ այն երկրի Աստծո օրենքը չգիտեն։ Եվ Ասորեստանի թագավորը հրամայեց ասելով. Ուղարկեցեք այնտեղ այն քահանաներից մեկին, որոնց ես գերի փոխադրեցի այնտեղից եւ գնան ու այնտեղ բնակվեն եւ նրանց սովորեցնեն այն երկրի Աստծո օրենքը։ Եվ այն քահանաներից մեկը, որոնց գերի էին փոխադրել Սամարիայից, եկավ եւ բնակվեց Բեթելումը եւ սովորեցնում էր նրանց։ Ուրեմն ուշադրություն դարձրեք։ Բեթել, որ Աստոտուն էր կոչվում, որ Հակոբն էր ինքը այդտեղ Տիրոջը հանդիպել եւ յուղով օծեց այն քարը, որի վրա իր գլուխը դրել էր քնելու, հիշում եք, որ հրեշտակները երկնքից իջել եւ վերև են գնում, հիմա սա թշնամու ձեռքին է, այդ քաղաքը, եւ այդտեղ ապրում են օտարները, հрьяաների հետ, առյուծները հանկարծ սկսել են հոշոտել ժողովրդին, եւ պատճառը սա է, որ այդ երկրի ժողովուրդը, որ այդտեղ ապրում է, իր Աստծուն չի պաշտում, քահանա ուղարկեք, որ իրանց Աստծուն պաշտի եւ ներդաշնակություն դինի մի տեսակ։ Սովորեցնում էր նրանց, թե ինչպես պիտի վախենային Տերիցը։
Նույնպես ամեն մի ազգ իր աստվածներն էր շինում եւ դնում բարձրավանդակների տանը, որ շինել էին սամարացիներին։ Ամեն մի ազգ իր քաղաքներում, ուր որ իրանք բնակվում էին։ Եվ Բաբելոնի մարդիկը շինեցին Սակով Բանովտը եւ Կուտի մարդիկը շինեցին Ներգալը եւ Եմաթի մարդիկ շինեցին Ասիմաթը։ Այդ էլ ասեմ Կուտի մարդիկ որ գրված է, սա էլ Հայաստանից տարված մարդիկ են։ Պատմության մեջ հայտնի է գուտիների թագավորությունը Հայաստանում, գուտիների, եւ Ներգալն էլ Տորքանգերն է, աստվածությունն է, որ այստեղ գրված է։ Եվ գուտի մարդիկ շինեցին Ներգալը, այսինքն Տորքանգերի անունով քաղաք են շինել։ Եվ ավացիները շինեցին Նեբասը եւ Թարթակը։ Սեփարումեացիներ այրում էին իրանց որդկանցը կրակով Սեփարումի աստվածներ Ադրամելեքի եւ Անամելեքի համար։ Հիմա նայեք ուշադիր։ Բայց տերիցնել էին վախենում եւ իրենց համար քահանաներ էին շինում բարձրավանդակների համար ժողովրդի միջիցը եւ նրանց դնում էին բարձրավանդակների տանը տերիցնել էին վախենում եւ իրենց աստվածներին էլ էին ծառայում այն ազգերի սովորության պես որոնց փոխադրեց այնտեղից եւ տերիցը վախենում են եւ այն աստվածներին պաշտում են հասկանալի է չէ ուրեմն այս ժողովուրդը ինչ իրավիճակում էր ինքը հայտնվել հստակ սկզբունք չունեին։ Ինչպես մենք շատ լավ հիշում ենք առաջ անցնելով ասեմ մի շատ հրաշալի սկզբունքային մարդու անունը, որովհետև չեմ կարող պաշտամունքի հետ կապված այսօր այդ մասին այս հատվածից ելնելով չասել։ Դուք հիշում եք, որ այս ժողովրդի իրավիճակը շատ գեղեցիկ կերպով Եղիան նկարագրեց, չէ՞ ինչ որ իմաստով։ Միջև երբ պիտի երկու մտքի վրա կաղաք։ Եթե Եհովան է Աստված, Եհովան պաշտեք, եթե Բահաղը Աստված է, իրան պաշտեք։ Եվ այդ ժողովուրդը փաստորեն երկու մտքի վրա էր, չգիտեր ինչ աներ։ Այստեղ էլ տեսնում ենք եւ տերիցն են վախենում եւ օտար աստվածներին, բայց այդ քահանան եկել էր, որպեսզի իրանց ինչ աներ, սովորեցնել միայն տերիցը վախենալ։ Եվ նրանց վախը ուղղված էր փաստորեն երկու ուղղության վրա։ Եվ տերիցն էին վախենում, եւ նաեւ օտար աստվածներ էին պաշտում։ Եղիան ասեց այդ մասին. «Միջև երբ պետք է երկու մտքի վրա կաղաք»։ Այո, այսօր այսպիսի մարդիկ կան, գիտեք, որոնք միջև մա լավ չեն ճշտել, ինչ են ուզում Աստծուց։ Օրինակ, այս վերջերս մեկին հարցրեցի այդ մասին, ասի ոնց որ թե դու չգիտես Աստված ինչ է ուզում։ Հա, ասեց, ես չգիտեմ Աստված ինչ է ուզում ինձանից։ Ասի գիտես ինչ չգիտես։ Որտեւ դու չգիտես ինչ ես ուզում իրանից։ Երբ որ դու կիմանաս թե Աստծուց ինչ ես ուզում, այն դեպքում կիմանաս նաև թե Աստված քեզանից ինչ է ուզում։ Հասկանում եք։ Եվ սա կարևոր հարց է։ Արդյոք մարդիկ եկեղեցու անդամներ են դառնում, ապաշխարում են, վերստին ծնվում են, Աստծո քաղցրությունն էլ իրանց մեջ վայելում են։ Բայց այդ վայելքը Աստծո քաղցրության հանկարծ վերածվում է եկեղեցապաշտության։ Եվ այս մարդիկ սկսում են արդեն իրենց միջավայրը շատ ավելի գնահատել, քան Աստծո պահանջները իրանից։ Եկեղեցու կարգն են ավելի շատ իրենք գնահատողներ դառնում, քան ինչ է ուզում Աստված իրանցից։ Հասկանում եք։ Եվ քանի որ մենք այս մասին արդեն խոսեցինք, որ կան անսկզբունքային մարդիկ, ինչպես ասացի, պետք է մի հատ ուշադրություն դարձնենք մեր անձնական կյանքի մեջ, արդյոք սկզբունք ունենալը լավ բան է թե չէ։ Հիմա գիտեք ինչ կա, աշխարհի մարդիկ էլ սկզբունքներ ունեն։ Եվ ես ասեմ, անգամ սկզբունք ունեցող աշխարհիկ մարդկանց Աստված շատ է ավելի շուտ իրենք հաշում, քան նրանք, որոնք սկզբունք չունեն։ Ինչու՞, որովհետև նրանք գարժ մարդիկ են, նրանք արժեքներ գիտակցող մարդիկ չեն, նրանց համար միևնույն է։ Ոսկին, արձատը, պղինձը իրանց համար մետաղ է ընդամենը վերջ։ Նրանց համար արժեք չեն դրանք։ Եվ հիմա այս կարևոր հարցին պատասխանենք։ Եթե մենք խոսում ենք, որ աշխարհում մարդիկ սկզբունքային են, ինչի է Տերը այդ դեպքում ասում այս աշխարհի որդիները իրանց գործի մեջ իմաստուն են լուսո որդիներից։ Ինչի՞։ Որովհետև իրանք սկզբունք ունեն, նպատակ ունեն, ճանապարհ ունեն, ձգտում ունեն գնալու եւ հասնելու դրան։ Սպորտսմենը սկզբունք ունի, իրան զրկում է ամբողջ իր վայելքներից, հաճույքներից եւ այլն, նպատակ ունի, որ ինքը հասնի եզրագից եւ դափնու պսակն առնի։ Դա իր սկզբունքն է։
որը արտահայտվում է ամենօրյա պարապմունքներով։ Ասում են աշխարհարչակ այդպիսի բռնցքամարտիկ կա, իր մասին ասում են, որ ինքն ասում է, որ տաղանդ բառը մի օգտագործեք, տաղանդ գոյություն չունի։ Գոյություն ունի աշխատասիրություն, նպատակամղվածություն։ Երբ ասում է բոլորը քնած են, ես ժամը 5-ին վազում էի, առավոտյեքի։ Ինքը սպորտսմեն մարդ։ Հիմա այս մարդը ինքը տարբերվում է մյուսներից, եւ ինքն իր ժամը չի կարող տալ ոչ մեկի։ Որովհետև հանուն նրա, որ ինքը ուզում է հասնի այդ նպատակին, ինքն իր ժամանակը մաքսիմալ է ուզում օգտագործի։ Եվ առհասարակ աշխարհի մեջ մենք տեսնում ենք շատ մարդկանց, որոնք հասել են մեծ հաջողությունների, միայն այն պատճառով, որ սկզբունք են ունեցել եւ հետևել են այդ սկզբունքի պահպանմանը։ Փոխզիջում չեն ունեցել, այլ ուղիղ գնացել են իրենց նպատակի հետևը։ Աստծո խոսքը մեզ էլ ասում։ Նայենք մեր հավատքի զորագլխին եւ կատարողին Հիսուս Քրիստոսին։ Պողոսը մեզ համեմատում է սպորտսմենի հետ, թե չէ։ Պողոսը մեզ համեմատում է զինվորի հետ, թե չէ։ Հողագործի հետ համեմատում է, թե չէ։ Ճիշտ է, համբերություն, բայց դրանք սկզբունքային մարդիկ են, որոնք մի բան են անում, որ արդյունք են ուզում տեսնել։ Ոչ թե չեղավ, դե ոչինչ չեղավ, ինչ անենք, ուրիշ բանով զբաղվենք։ Շատ բիզնեսմեններ կան, որ համառորեն իրենք անընդհատ վնաս են կրել, բայց ի վերջո հաջողության են հասել։ Բայց շավադացիաներից շատերը թևաթափ են լինում հաճախ։ Ես քիչ առաջ ասեցի, այն անձնավորությունը, որը իրան աշխատում է հասարակությունից հեռու պահի, մեղք չգործի եւ այլն, այսպիսի անձնավորությունը ավելի շուտ կհեռանա տերիցը, քան նա, որ անընդհատ մեղքի մեջ հանգնում ու ողքով լացով անընդհատ համառորեն տիրոջ ոտքերն ա գրկում։ Հասկանում եք ինչ եմ ասում։ Որովհետև ուր գնամ Տեր, չեմ կարա գնամ։ Ես քո ոտքերի մոտից տեղ չեմ կարա գնամ։ Թեպետ ինքնանկումների մեջ է։ Այս այլ ասկզբուն, գիտեք, փառք Տիրոջը, որ այդպիսի սրտեր կան, որոնք չեն նայում իրանց պարտություններին։ Եվ Տերը այդպիսիներին զորացնելու է։ Հիմա մի հատ հարց։ Եթե մենք այսքան խոսում ենք սկզբունքի մասին, Աստված սկզբունք ունի, թե չէ։ Աստված ունի սկզբունք, թե չէ։ Ուրեմն ուշադրություն ենք դարձնում եւ ես հիմա կթվարկեմ Աստծո սկզբունքայնության հատկանիշները, որոնք Սուրբ Գրքից ոչ թե համարներով ես դες կասեմ, համարները դուք գիտեք, ուղղակի ես կթվարկեմ բարերով, իմ բարերով կթվարկեմ դրանք, թե Աստված ինչ սկզբունքներ ունի։ Միանգամից ասենք, որ 10 պատվիրանները սկզբունք են Աստծո կողմից։ Նա դնում է մարդու առաջ, որ ինքն է միակ Աստվածը, եւ ուրիշ Աստված չունենաս, ուրիշ Աստված չպաշտես։ Սա սկզբունքը Աստծո համար թե չէ։ Հիմա երկրորդում մենք տեսնում ենք, որ Աստված ասում է, ես սիրում եմ քեզ, բայց չեմ սիրում քո մեջ բնակված մեղքը։ Աստված սիրում է մարդուն, բայց ատում է մեղքը։ Սրանք Աստված իրարից տարբերում է, Աստված մարդուն չի ատում։ Աստված սիրում է մարդուն, բայց ատում է մարդու մեջ մեղքը, որի համար իր որդին ուղարկեց, որպեսզի Հիսուս Քրիստոսը իր մարմնի մեջ դատապարտի մարդու մեջ բնակված մեղքը եւ մարդուն մեղքից զատի եւ մարդուն փրկի ու հավիտենական կյանք տա։ Աստված ասում է. ինձ կարող ես հաճելի լինել միայն հավատքով։ Գրված է. Աստծուն ոչ ոք չի կարող հաճելի լինել, եթե ոչ հավատքով։ Եթե մենք ուզում ենք Աստծուն հաճեցնել, իր սկզբունքը դա է։ Մենք մեր բարի գործերով չենք կարող հաճեցնել։ Մենք մեր մարդկային խորհուրդներով, իմաստությամբ, հունարով եւ չգիտեմ, մեր վրա հույսներս դրած չեն կարող հաճեցնել։ Տերը ուզում է, որ մենք ամբողջովին իրեն հաճեցնենք իր խոսքի նկատմամբ հնազանդությամբ եւ հավատքով։ Սա իր սկզբունքն է։ Սներ, քիչ առաջ լսեցինք, որ Եհովային պաշտում էին, բայց միաժամանակ վախենում էին օտար աստվածներից։ Եվ Տերն ասում է, որ դու չվախենաս օտար աստվածներից։ Գիտեք, այսից ծանր մեղք կա, երբ մարդը վախենում է ուրիշ մի բաներից, քան որ պիտի վախենար միայն Աստծուց։ Ուրեմն Աստծուն հավատացողը չպետք է վախենա ոչ մի բանից,
Եվ դու գիտեք հայտնության գրքում գրված է թե առաջինը ովքեր են կրակել Հիսուսին։ Ովքեր։ Վախկոտները։ Վախկոտները։ Հավատացյալ վախկոտները։ Աշխարհի վախկոտների մասին չի խոսում։ Հիմա Աստված ինչ է ասում։ Եթե ես քեզ արդարացրել եմ, սակայն ետ դառնաս ինձանից, ես չեմ հիշի քո արդարությունը։ Ինձ փառավորողներին կփառավորեմ, ինձ անարգողներին կանարգեմ։ Սա սկզբունք է թե չէ Աստծո կողմից։ Սկզբունք է։ Աստված փողզիջում անում է։ Ասում եմ, որ լավ, ոչինչ, մի քիչ էսկոմ, մի քիչ ենկոմ չի խանգարի, չէ, հստակ է դնում ինքը։ Ինչու՞։ Որովհետև ամենամեծ սկզբունքը, որ մենք կարդում ենք Աստծո խոսքում, որ մեր առջև, հավատացյալներիս, աշակերտներիս առջև դրված է, որն է։ Ձեր այոն այո լինի, ոչը ոչ։ Սրանից ավելին չարիցն է։ Հիմա երբ որ սա լսում ես, քո կյանքում միշտ ես դու այդպիսին։ Են ռուսերեն մի բարկա չէ, նաստիրնի։ Իրան հնարավոր չի ուրիշ բանում համոզել, ասել ասենց վերջ։ Կան այդ ձևի մարդիկ էլ, սա էլ սկզբունք է։ Այոն այո է, ոչը ոչ։ Սրանից ավել չարիցն է։ Հաջորդը որ Տերն ասում է, իմ կամքով արածդ ոչ մի ողորմություն չեմ մոռանա։ Ասում է մի բաժակ սառը ջուր ով որ տա, չպետք է մոռացվի իր անունով, չէ, աշակերտի անունով։ Բայց այդ որ մենք ասում ենք իր կամքով արած ողորմությունը նա չի մոռանա։ Մենք ինչ ենք շեշտում իր կամքով արածը, որովհետև կամքի մեջ մտնում է աղջը չիմանա ձախն ինչ։ Եթե իմանա, վարձ չի առնելու։ Տեսեք, սա սկզբունք է թե չէ Աստծո կողմից։ Աստված երկրի վրա հավատացյալներ չի փնտրում, հավատարիմներ է փնտրում։ Հավատացյալներ շատ կան, չէ՞։ Բայց այդ հավատացյալների միջից ինքը հավատարիմներ է փնտրում։ Ոչ թե իր անունը շարունակաբար իրենց շուրթերին առնողներ, որովհետև ասում է իմ անունը պարապտեղ շուրթերիդ մի առ։ Սա էլ է սկզբունք թե ոչ։ Սկզբունք։ Աստված ասում է. Ես սուրբ եմ, դուք էլ սուրբ եղեք։ Սկզբունք է թե չէ։ Սկզբունք է։ Եվ այսպես կարելի է, որ ես թվարկեմ Աստծո սկզբունքայնության շատ հատկանիշներ։ Բայց եկեք բավարարվենք այսքանով։ Եվ քանի որ մենք արդեն սրանց մասին տեղեկացանք, եկեք նորից մի հատ վերադառնանք եւ փորձենք հասկանալ։ Իսկապես սկզբունքայնությունը մեր կյանքի ինչ դրսևորումներում պետք է երևա վարքագծում։ Մենք ասացինք, որ խառնվածքը մարդու էությունն է, բնավորությունը խառնվածքի դրսևորումն է։ Հիմա մարդիկ կան, որ շատ զգացմունքային են, շուտ բռնկվում են, շուտ հուզվում են, ուրախությունից էլ, տխրությունից էլ միանգամից փուլ են գալի, լաց են լինում, չէ՞, օրինակ զգացմունքային են։ Հիմա այսպիսի մարդիկ, քանի որ այսպիսի զգացմունքներ ունեն, բնավորության այսպիսի գծերով արտակնապես արտահայտում, իրենք խառնվածքով այսպիսին են, դրանց արտահայտումներն արդեն իսկ խոսում է իրենց բնավորության մասին։ Եվ այսպես մենք իմացանք, որ սկզբունքը մարդու խառնվածքն է։ Մարդու խառնվածքը դերսի, դա հանդիսանում է իր սկզբունքը։ Եվ հիմա մի կարևոր միտք։ Այն օրվանից, երբ որ դու վերստին ծնվեցիր, ապաշխարեցիր, վերստին ծնվեցիր, դա տեղի ունեցավ Հիսուս Քրիստոսի խաչի վրա քո մահը տեսնելով, երբ որ Տեր Հիսուսը քո համար ա մեռել։ Եվ երբ որ դու վերստին ծնվեցիր, դու պիտի իմանաս, որ քո խառնվածքը պիտի խաչով անցներ։ Շատերի խառնվածքը վերստին ծնվելուց հետո խաչով չի անցնում, բայց դրա կարիքը իրանք ունեն, սա չեն հասկանում։ Օրինակ, երբ որ մենք ասում ենք, այս մարդուն պետք է այսպես խրատել, այնպես խրատել եւ իր ներքին խառնվածքի դրսևորումները մենք լավ հասկանալով փորձում ենք այդ ճանապարհով մոտենալ, սա լավագույն ճանապարհը չէ։ Պետք է ուղղել խաչին եւ ասել սիրենիր, այդպես չի։ Այդպես չի։ Քրիստոնյան պետք է խաչով անցած խառնվածք ունենա։ Արհավիրքին, տխրությանը հավատքով պիտի նայի, որովհետեւ ինչքան մարդիկ են պահիտակ մի հատ գուժա գալիս թե չէ, միանգամից խելքները գցում են։ Միանգամից ինֆարկտ են ստանում, ճիշտ է։
Մենք չենք արձագանքում միանգամից։ Մենք հավատքի մարդիկ ենք։ Մենք հավասարակշռված վիճակում ենք գտնվում ցանկացած աշխարհի երևույթները տեսնելիս, որոնք մանավանդ մեր վրա փորձում են ճնշում գործել։ Ուրեմն մեր խառնվածքը կարիք ունի խաչով անցնելու։ Եթե մենք տեսնում ենք, որ մեր խառնվածքից ելնելով մեր վարքագիծը բնավորության գծերը հաճելի չեն եւ շատ մարդիկ կան, որ իրենք իրենց էլ են ասում, որ բանի պետք չեն, ես ինչ մարդ եմ, ես սենցն եմ, ես նենցն եմ եւ այլն։ Հա դե հիմա քեզ հավատքով ասում ենք խաչի միջով անցնելա քեզ պետք եւ ամեն ինչ չէ որ դու պիտի տանես քո ներսը եւ հաշվետու լինես քո ներսի հետ եւ ամբարես քո ներսում, կուտակես քո ներսում ու մի օր էլ sense պայթես ոնց որ ասես։ Դու պետք է հավատքով ամենը բերես Քրիստոսի խաչին, հանձնես Քրիստոսին եւ վերջ, դրանից ենկում արդեն Աստծո գործն է։ Դու մի կուտակի քո մեջ մարդկանցից եղած չարությունը, հիշաչարություն ունեցի նրանց նկատմամբ եւ այլն եւ այլն եւ այլն, դրանք թող։ Այն ժամանակ այդպեսին է, մեկը քեզ մի բառ կասեր, դու 10 կասեիր։ Հիմա դրա կարիք չկա։ Դու հավատքի մարդ ես։ Այն ժամանակ քո մարմնին հաճելի էր ինչ որ բաներ, հիմա դրա ես մեկ գիտեք ինչի վրա եմ զարմանում։ Օրինակ եղբայրների գործը դեռ լավ է, էլի։ Եղբայրները ինչ է, որ ապաշխարում են շատ տեսանելի մեղքերից, որոնք են չի ծխում, չի խմում եւ վերջ, չէ՞։ Քույրիկներին միանգամից տեսնում եք տարբեր ապրումներ ունեցողներ։ Իմ համար միջև հիմա անհասկանալի է, ոնց է վերստին ծնված Սուրբ Հոգով մկրտված քույրիկը, ես իրան ոչինչ չեմ ասել, ինքը խոսում է ինձ հետ եւ ասում է, որ երբ որ Սուրբ Հոգով մկրտվեց, Աստված հերթով իրան ասել է, ինչ չի հաճելի է։ Եվ ինձ մեկ ասում են, քույրիկը կամ եղբայրը գնա, ինչի՞ չէիր ասում, սա չի կարելի, ասում եմ, ես քեզ պետք է ասեմ քեզ։ Աստծո հետ հարաբերություն ունեցի, գիրքը գրված է, կարդա իմացի այնտեղ ինչ ասում։ Ես չեմ ուզում քո համար կրոնավորիդ սքեմ հագնեմ ու քեզ ասեմ, որ իմ ասածով վարվես ու ապրես։ Եվ ես ինչն եմ զարմանում։ Մի շատ մեծ ասենք բանակ գիտեմ քույրերի, որոնց ապաշխարությունը վերստին ծնվել է եւ իրանց ընդհանրապես փոխվել է, նույնն է եղել։ Բայց դրանք կողքին հայտնում են մարդիկ, որոնք ցնծության ուրախության մեջ են Տիրոջ հետ, վերստին ծնված են։ Բայց արի ու տես, որ նրանց համար դա մեղք չի։ Իմ համար սա անհասկանալի է դառնում։ Ինչի Աստված այն բազմության հետ, որ այդպես է խոսել, ինչի չի իր հետ էլ տենց խոսում։ Եվ այստեղ մտածում ես արդեն մի բանի մասին, որովհետև դարձը մեկ օրիգինալ մոտեցում ունի, եւ Աստված ինչ որ տարբեր ձևերով չի, գիտենք ճամփեն մեկն է, չէ՞։ Մարդուն որ փոխում է, մարդուն ներաշխարը որ փոխվում է, ինքը փոխվում է նույն հատկանիշները ձեռք բերելով, ինչ որ իր եղբայրը եւ քույրը։ Երկնքի արքայությունը ուրախությունը, արդարությունը, չէ՞, խաղաղությունը եւ ամենը Սուրբ Հոգով։ Հետևաբար սիրելիներ, հոգևոր կյանքի մեջ երբ որ մարդն ապաշխարում է եւ Աստծո հետ հանդիպում է ապրում, իր համար սկզբունք է դառնում արդեն հետեւյալը։ Ես սկզբում դա ասեցի։ Ինքը ջանք անում իմանա ինչ է ասում հաճելի, որպեսզի իրան հաճելին արած անի։ Հաջորդը, որ իր կյանքում լինում է, Սուրբ Հոգին իր արթնացրած խշմտանքի մեջ սկսում է խոսել մեղքերի մասին։ Սկսում է իրան առաջնորդել, եւ էլ իրան պետք չի ասել, «Էս մի արա, այն մի արա», ինքը գիտի ինչը չանի, ինչը անի։ Հիմա այդ քույրիկն ասում է, եղբայր ջան, ես ստիպված մի եկեղեցում եմ մասնակցում, որ մենակ ես եմ գլխաշոր կա։ Սկզբունքային է այդ քույրիկը թե չէ։ Ես կարդացել եմ տենց։ Այդ եկեղեցում ինձ ասում են դա Կորինթոսի սովորույթ, ես չեմ ընդունում դա ասում։ Հասկանում եք։ Դեր օրհնի իրան, հո ես իրան չեմ ասել գլխաշոր պիտի կապես։ Սա դեռ մի հատ փոքր բանն եմ ասում։ Ասենք մեկ ուրիշ տեղում, մեկ ուրիշ ասենք միջավայրում մենք տեսնում ենք քույրիկը էլի տարբերվում է մյուսներից, որովհետև այնտեղ ուրիշ բաներ ան ընդունված, ասենք հանդերձի։ Ես դրա համար ասեցի, քույրիկների վրա արտաքնապես շատ ավելի բան կա փոխվելու, քան եղբայրների։ Դե հո եղբայրները արտաքնապես այդպես շատ ընդգծված չեն լինում, բայց այնուամենայնիվ ես այդ բանի մերա ուշադրություն եմ դարձրել, որ մշակութային տարբերությունները չեն, որ Աստված ասում է լավ, այս մշակույթում թող այսպես լինի, այն մեկում էլ այսպես լինի։ Անձամբ ես դա չեմ կարող հասկանալ։ Աստված ունի սկզբունք եւ ինքը չունի այլընտրանք մարդու առաջ դնելու, քան այն ինչ որ իր խոսքում արտահայտված։
Թող Աստծո անունը փառավորվի, սեներ, որ այսքան է Տերը մեզ հասկացրել, հա։ Աստծո խոսքից կլինի, Սուրբ Հոգու առաջնորդությամբ կլինի։ Ուրեմն պինդ բռնենք Աստծո սկզբունքները, որովհետև սա ավետարանը, որ գրված է համբերության ավետարան, համբերության խոսք է, շատերը դրան չեն համբերելու բնականաբար։ Եվ սա կհամարեն իրենց ճաշակի, իրենց հասկացողություններին հակառակ, եւ աստիճանաբար կհոգնեն ու կձանձրանան մի օր։ Եվ բնականաբար սկսվելու է փոխվել։ Եվ այդպես էլ եղավ 90-ականների սկզբից, երբ որ հովիվների խորհուրդներով էր, ասածով էին գլխաշոր կապում, իրանց ասածով էին երկար հագնվում, իրանց ասածով այս մեկը չէին անում, այն մեկը չէին անում, այդ ժողովուրդը ոչ մեկն էլ Աստծուց չէր արել։ Կամ եղբայրը նման բան չի անում։ Այլ ես ասում եմ, որ յուրաքանչյուր անձ, եթե ինքը իրան փորձում է դրսևորել այնպես, ինչպես որ հիմա ինքը կա, թող շարունակության մեջ ապացուցի, որ ինքն Աստծո հետ հարաբերություն ունի։ Եվ Աստված իրան ասել է այսպեսին լինի։ Սա է, չէ՞ ճշմարիտ ճանապարհ։ Եվ ոչ թե ոնց եմ ես ուզում։ Եկեք ուրեմն փառք տանք Տիրոջը, որ մենք իր խոսքը սիրում ենք եւ իր խոսքից դուրս ոչինչ չենք ուզում մեր կյանքում լինի։ Թող իր անունը փառավորվի։ Ամեն։ Աղոթենք։